Ազգային ժողովի հերթական նիստին իրավիճակը լարվեց, բովանդակային քննարկմանը կրկին հաջորդեցին փոխադարձ մեղադրանքները։ Ընդդիմությունը պատգամավոր Աննա Գրիգորյանի դեմքով իշխանական ուժին նորից մեղադրեց դավաճանության, պետության ռեսուրսները վատնելու համար։ Այս մարդկանց իշխանության գալուց հետո 18 թվականին ասում են ժողովուրդ, ձեր առաջ խոնարհվում ենք, ձեզ սիրում ենք, գալիս ենք, որ ձեր բոլորի կյանքը լավացնենք։ Հիմա ամեն մեկը մի տուն, տեղ, Փառք Աստծո, թող լինի։ Իրանք բոլորը ծլում, ծաղկում, բարգավաճում, պետական պարտքը հասրել են 8 միլիարդի, թոշակառուների վճարի, թոշակների բարձրացման մասին, այնպիսի էական փոփոխություններ չկան, որ մարդիկ լավ ապրեն։ Վիգեն Սարգսյանի տունը, նախկին պաշտպանության նախարարի, կալանքի տակ դրած քնիչը մի օրում, երկու օրում կամ մի ժամվա ընթացքում բացում է, եւ մյուս Վիգեն Ալեն Սիմոնյանի մոտիկ վիգեններից մեկը, Վիգեն Բադալյանը, այդ տունը չի գնում։ Պատգամավորն այս մեղադրանքները հնչեցնելիս երևի մոռացել էր իր քաղաքական ուժի ներկայացուցիչների անցյալը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները շտապեցին թարմացնել նրա հիշողությունը։ Դուք խոսում եք բաների մասին, բայց հետևողական չեք։ Օրինակ, եթե այսօր պարզվեր, օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին միլիոնատեր է։ Այդպես չի։ Բայց եթե պարզվեր, գալու եք ասելու եք, չէ՞ Ժորժ ջան, ո՞նց է ստացվում, որ այս երկրում ոչ մեկի որդին միլիոնատեր չի դառնում կամ քիչ մարդկանց որդիներն են միլիոնատեր դառնում, բայց հենց Փաշինյանի որդին են այնքան տաղանդավոր, որ ջարը դառավ միլիոնատեր։ Կասեիք հաստատ դա, բայց հիմա չեք ասում, որ դե միլիոնատեր չի Փաշինյանի որդին։ Բայց ինքներդ ձեր մոտ լավ հարց չի առաջանում, այդ ոնց ստացա, որ Քոչյանի որդին էր միլիոնատեր իր նախագահության օրոք։ Ինչի էր տենց։ Ինչի էր տենց։ Հանճար է ինքը բիզնես հանճար է։ Եթե բիզնես հանճարը, ոնց է ստացվում, որ բիզնես հանճարները ձեր իշխանությունների օրոք միշտ եղել են ձեր իշխանավորների որդիները, փեսեքը, եղբայրները եւ այսպես շարունակ։ Եվ նույն անալոգիայով ոնց է ստացվում, որ մեր իշխանության օրոք մեր որդիները, փեսեքը եւ մնացածը միլիոնատեր չեն։ Պարոն Հակոբյան, Հրաչյա, դուք ինչի միլիոնատեր չեք։ Հանճարեղ չեք, հա։ Ռուբեն Ռուբինյանը դիմելով ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց քաղաքականության մեջ մնալու համար հետևողական լինել, իսկ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ նկատեց. Հիմա որ խոսում եք, ասում եք տենդերներ, կոռուպցիա եւ այլն, Ժորժ ջան, եթե տենց ինչ-որ կոռուպցիոն համակարգ լներ, ինչ-որ մի բան լներ, ձեր առաջնորդի խնամին։ Տենդերներին ոչ թե առաջի տեղով չէր շահի բոլոր տենդերները, մոտիկ էլ չէր գա այդ տենդերներին։ Դուրն ես կփակեին քիթմռուտին, կասեին գնաց տեղից շու, ես ուր ես եկել։ Այ ընկեր, ես ուր ես եկել։ Օրինակ 2018-ից առաջ քանի ընդդիմադիր գիտեք, որ իր խնամին, չգիտեմ, այնտեղ ելք դաշինքից ինչ որ մեկի խնամին, ինչ որ մեկը եղել է Հայաստանի թիվ 1 տենդեր շահու, քանի տես դեպք գիտեք։ Դրանից առաջ չգիտեմ, այնտեղ Ստեփան Դեմիրճյանի կամ այն մեկի։ Այդքանի տես դեպք գիտեք, Ժորժ ջան։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ ընդդիմությանն ասաց. քանի դեռ Ռոբերտ Քոչարյանն է ձեր առաջնորդը, ձեր ոչ մի խոսքը կոռուպցիայի մասին արժեք չունի։ Կոռուպցիայի անարդարության եւ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների մասին խոսելիս ես կարծում եմ պետք է այնուամենայնիվ դուք ձեր խմբակցության անդամ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանին այդ հարցը տակ ասեք։ Հիմա Պարզ է, չէ, երբ որ մենք ամբողջ օրը խոսում ենք Լևոն Քոչարյանին վերագրվող 200 միլիոն դոլարի մասին, այդ ֆոնին դուք գաք, ասում եմ, պայմանական ամեն ինչ որ դուք ասում եք ճշմարտացիություն է։ Այդ ֆոնին ձեր ասածը գրոշի արժեք չունի, որովհետև քանի դեռ դուք այդ հարցը չեք բարձրացրել ձեր կուսակցությունում կամ այս ինչ ավելի լավ կլիներ այս ամբիոնից Վերջը հարցրեք որտեղից Լևոն Քոչարյանին կամ իրենց ընտանիքին 200 միլիոն դոլարի կարողություն։ Ես կրկնում եմ, ուշադրություն եմ հրավիրում մեր բոլոր այդ թվում իրավապահ համակարգի գործընկերներին, բոլոր այն խնդիրներին, որը այստեղից բարձրաձայնվեց։ Բայց հարգելի գործընկերներ, եթե իսկապես դուք այդ արժեքներից եք, այդ դիրքերից եք հանդես գալիս եւ կրում եք այդ արժեքները, դուք պետք է հստակ գնահատական տաք Ռոբերտ Քոչարյանին իր ընտանիքին վերագրվող 200 միլիոն դոլարի միայն դատախազության կողմից հայտնաբերված գույքին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր ելույթում ընդդիմադիր գործընկերներին հորդորեց ցույց տալ ՔՊ խմբակցության այն պատգամավորներին, որոնք քաղաքական գործունեության ընթացքում միջին հայից ավելի շատ են հարստացել։ Փոխարենը մատնացույց արեց Աննա Գրիգորյանին, որը հողատարածքներ ունի Սյունիքում, վերջինիս եղբորը, որը 2021-ին բնակարան է գնել, Թագուհի Թովմասյանին, որը 3 տուն է գնել, 4-րդն էլ պատրաստվում է։ Եթե դուք ուզում եք հարստացած պաշտոնյան
մեքենաների մասին խոսել, Սերեն Օհանյանին հարցրեք իր տների մասին, Լևոն Քոչարյանին հարցրեք, ասեք դուք 10 տարի եք իշխանություն եղել, այս երիտասարդները 7 տարի են իշխանություն, այդ 220 միլիոնը ո՞նց է բացատրում այն դեպքում, որ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակի, պաշտպանության նախարարության բյուջեն էր այդ ժամանակ այդքան։ Ո՞նց է բացատրում։ Հələ այդքանը գիտենք։ Այդքանը կարողացել ենք իմանալ։ Դա պատեհապաշտությունը հասկանում ես, որ դուք նստած լինելով մարդկանց մեջ, ովքեր որ միլիոնատերների եւ միլիարդատերերի համբավ ունեն, այս մարդկանց մեղադրում եք տենց բաների մեջ։ Ալեն Սիմոնյանի խոսքով ընդդիմադիր ուժն ընկել է մի ցիկլի մեջ, որն անընդհատ արդարանում է։ Դուք նյարդայնանում եք, որտեղ ստիպված եք անընդհատ արդարանալ։ Ու նյարդայնանում եք ամենաշատը, գիտեք ինչից։ Ես ասել եմ մի անգամ եւ չեմ նշել, որ ես նաեւ ձեզի նկատի ունեմ, որ խնդրում եմ չվիրավորվել, ես կոնկրետ վիրավորանքի իմաստով դա չեմ ասում, բայց առնետները, որոնք որ փախնում են նավից ու տենում են, որ նավը չի խորտակվում, չեն ներվայնանում, գազազում են, չի խորտակվելու այս նավը ու չխորտակվեց ձեր գնալով ու հաջորդ ընտրություններին էլ տեղ գտեք, որ հայտնվեք այս պարլամենտում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։